Կիևը հայտնում է Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհերի մասին։ Խարկովի մարզի Բալակլիա քաղաքում 3 մարդ է զոհվել, 10 վիրավորվել են, այդ թվում երեխաներ ու տարեցներ։ Այս մասին հայտնում է Խարկովի նահանգապետը։ Դաշնության պետական լրատվամիջոցներն էլ են վիրավորների մասին հայտնում։ 10 հաղորդում է Բելգորոդի մարզում ուկրաինական հարձակումներից 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Իսկ առաջնագծում ռուսական ուժերը շարունակում են առաջ գնալ։ Զապորոժիե շրջանում 2 նոր բնակավայր են գրավել՝ Ռիվնոպիլիան և Մալատոկմաչկան։ Ռուսական կողմի պնդմամբ իրենց ուժերը վերահսկում են շրջանի 75%-ը։ Ռուսաստանի բանակը վերահսկողություն է հաստատել նաև Խարկովի մարզի Դվուրեչանսկե, Դոնեցկի Պլատոնովկա և Դնեպրոպետրովսկի մարզի Գայ քաղաքներում։ Կիևն այս լուրերը չի հաստատում։ Ուկրաինական կողմը չի ընդունում նաև Դաշնության այն պնդումները, որ Կուպյանսկի մեծ մասը ռուսական վերահսկողության տակ է։ Ըստ Կիևի, Կուպյանսկի մեծ մասը Ուկրաինայի պաշտպանության ուժերն են վերահսկում։ Մինչդեռ հյուսիսային շրջաններում տեղակայված ռուսական ստորաբաժանումները կտրված են ցամաքային մատակարարումներից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ճակատի տարբեր ուղղություններով 24 ժամում սպանվել կամ վիրավորվել է 1160 ռուս զինվոր։ Վերջին օրերին ուկրաինական մամուլում տեղեկություն չկա, թե ում վերահսկողության տակ է Պոկրովսկը։ Քաղաքի շրջակայքում մնացած ուկրաինացի բժիշկները խոստովանել են, որ վիրավորներին քաղաքից տարհանելն անհնար է, քաղաքին ոչ մեքենաներ կարող են մոտենալ, ոչ էլ անօդաչուներ։ Ռուսական տելեգրամ ալիքները գրում են, որ միայն այս շաբաթ Պոկրովսկում մոտ 700 ուկրաինական զինվոր է զենքը վայր դրել ու հանձնվել։ Երեկ Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան աշխատում է վերսկսել գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ։ Եթե բանակցությունները հաջող լինեն, 1200 ուկրաինացի տուն կվերադառնա։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։